Այսօր իմ քարոզի թեման լինելու է գոհություն։ Շնորհակալություն, թե անշնորհակալություն։ Դու շնորհակալ ես, թե անշնորհակալ։ Այսօր շատ մարդիկ շնորհակալ չեն եւ չեն կարողանում մտնել Աստծո շնորհքի մեջ։ Որովհետեւ շնորհքը բերում է շնորհակալություն։ Ամեն։ Եթե դու շնորհակալ ես այն ամենից, ինչ որ Աստված այսօր քո համար պատրաստել է, ուրեմն իմացի 100%-ով Աստծո շնորհքը գործել է քո կյանքում։ Բայց եթե դու բողոքական ես, եթե դու տրտունջում ես, եթե դու ինչ որ բանից միշտ դժգոհ ես, իմացի Աստծո շնորհքը չի գործելու։ Երբ է բացվում դռները, երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ ու ասում ենք Տեր իմ Աստված, մենք մերը չենք, մենք քոնն ենք։ Եվ այսօր ես զգում եմ իմ հոգու մեջ, որ բացված են երկնքի պատուհանները, դռները, եւ այն հոգեվոր դաշտը, որի մեջ Աստված իր աստվածային բնությունն է բերել, որպեսզի մենք հաղորդակից լինենք այդ բնությանը, այսօր այս վայրում է։ Եվ դու պետք է հաղորդակից լինես աստվածային բնությանը, ոչ թե քո մտածելակերպին, թե ոնց ես դու եկել այստեղ, ինչի համար ես եկել։ Միայն մի բան Աստված ուզում է, որ քեզ հաղորդակից դարձնի երկնքին, որ դու հասկանաս, որ դու երկնային արքայության քաղաքացի ես, որ դու այլևս քոնը չես, սիրելիս, այլ դու Քրիստոսինն ես։ Եվ եթե Քրիստոսինն ես, ուրեմն քո անձը մահացած է աշխարհի համար։ Եվ հենց այստեղ է գաղտնիքը, արդյոք իմ անձը մահացած է աշխարհի համար, եւ ես ապրում եմ Քրիստոսի համար։ Եվ որ ես ապրում եմ Քրիստոսի համար, իմ համար բացում է հոգևոր աշխարհը, որտեղ ես տեսնում եմ իմ ապագան, որտեղ տեսնում եմ այն հաղթանակը, որ Աստված տվել է, որտեղ տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք կանգնած են ամեն ժամանակ իմ կողքին, որ երբեք ինձ թույլ չտան, որ ես պարտվեմ իմ կյանքում, այլ լինեմ հավատարիմ Աստծո հետ մինչև վերջ։ Որտեղ 91 Սաղմոսում Տերը խոսում է դրա մասին ու ասում է, այո, ես կհրամայեմ իմ հրեշտակներին։ Ասա Աստված հրամայում է։ Գիտեք, թագավորը երբեք չի խնդրում։ Թագավորը երբեք չի խնդրում ինչ-որ մեկին, որ ինչ-որ բան անեն։ Նա հրաման է արձակում։ Եվ մեր Աստված թագավոր է։ Ով հավատում որ Հիսուսը թագավորների թագավորն է։ Եվ նրա հրամաններն են այսօր գործում։ Եվ մենք պարտավոր ենք նրա հրամանները կատարելով, որովհետև երկնքին է հրամայված, ասա այսօր։ Աստված հրամայել է երկնքին, եւ երկինքը հրամայում է երկրին, եւ երկիրը, որի մեջ մենք այսօր ապրում ենք, չի կարա չկատարի այն հրամանը, որը երկնքից տրվում է երկրին։ Եվ այսօր այս վայրում մենք պետք է ոչ թե դռների մոտ կանգնենք եւ հեռու պահենք մեզ Աստծո ներկայությունից ու հեռվից աղաղակենք, այլ պետք է մտնենք նրա սրահները։ Ամեն։ Որպեսզի մեր փառաբանության, երկրպագության եւ գոհության ու շնորհակալության խոսք ասենք նրան, որպեսզի կարողանանք հաղորդակից լինել նրա սրբությանը։ Հալելույա։ Եվ նրա կամքն է ամենակարևորը, որ մենք հասկանանք, միայն նրա կամքով, միայն նրա ուղղորդությամբ մենք կարող ենք հասնել վերիններին։ Գիտես մի հետաքրքիր խոսք, որ Տեր ասեց, գնացեք եւ ասեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Գիտեք, շատ ժամանակ մենք ապրելով աշխարհի մեջ մտածում ենք, ինչ ուտենք, ինչ հագնենք, ոնց վարվենք, ոնց ապրենք։ Չէ հարց է, ոնց ապրենք։ Բայց Աստված ունի խոսք մեր կյանքի համար։ Եվ գիտես հոգևոր մարդը, հոգուց սնված մարդը ինքը պետք է մտածի հոգևոր արժեքների մասին։ Ոչ թե մտածի այնպես, ինչպես աշխարհն է մտածում, այլ մտածի այնպես, այն միտքը ունենա հոգու, որ կարողանա հաղթարի
այն բոլոր դժվարությունները, որոնք պատահում են մեր կյանքում։ Եվ այսօր օրն է։ Կարող ես ձեռքերդ բարձրացնել, ասես այսօր օրն է։ Ես մտնում եմ Տեր քո արքայության մեջ։ Ուզում եմ քո արքայությունը վայելեմ։ Գիտես, այնքան ցավալի բաներ են լինում, երբ որ դու մտնում ես Աստծո ներկայության մեջ եւ Տերը խոսում է եւ դու սկսում ես լացել։ Օ Տեր ջան, ինչքան բան դեռ ես չգիտեմ։ Ինչքան բան դեռ չեմ հասկանում։ Բայց քո խոսքով Տեր դու որ ասել ես, եթե դու չես հասկանում, կանչիր ինձ։ Եթե ինչ-որ բան, որը քո մտքից վեր է եւ անհասկանալի է, քեզ կանչիր ինձ, որտեւ Երեմիա 33:2 գլխում գրված է, հալելույա, կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ։ Եվ այնպիսի բաներ կասեմ, որ դու չես հասկանում։ Գիտես, ամեն ժամանակ մենք պետք է Աստծո խոսքի մեջ լինենք։ Եթե դու խոսքը չես կարդում, եթե դու չես աղոթում, ինչ հաղորդության մասին է խոսքը։ Եթե դու ամեն օր անդադար ասում չես կանչում քո կյանքիդ մեջ, ինչ քրիստոնյա արժեքների մասին է խոսքը, ինչ հավատքի մասին։ Մենք ամեն օր պետք է աղոթենք, անդադար։ Մեր քնելն էլ պետք է Տիրոջ ձեռքերի մեջ լինի։ Եղել է ինչ-որ մեկի կյանքում, երբ որ երազիդ մեջ դու աղոթքի մեջ ես եղել։ Գիտես, ու դա մի պահ, որ առավոտյան արթնանում ես, ասում ես, սաղ գիշեր աղոթել եմ։ Հալելույա։ Սաղ գիշեր աղոթում էի։ Ու չգիտեի ինչի համար էի աղոթում, բայց աղոթում էի։ Ու սա կյանք է։ Եվ առավոտյան արթնանում ես, հալելույա, ոչ թե թուլացած, ոչ թե տկարացած, այլ ուժեղ։ Նույնա չէ, որ առավոտ վեր ես կենում, ոնց որ ամբողջ գիշեր աշխատած լինես, հոգնած, բեռնավորված, բայց այն ժամանակը, որ դու Տիրոջ հետ ես անցկացնում, դա չի հոգնեցնում, սիրելիս։ Այսօր շատ մարդիկ աղոթելը մտածում են հոգնեցուցիչ է, ժամանակատար։ Գիրք կարդալը ընդհանրապես ժամանակ չունեմ։ Եվ այս խաբկանքները, որ աշխարհը բերում է մարդկանց հեռու պահելու ճշմարտությունից եւ նրա զորությունից եւ երկնային արքայության կարողությունից։ Մեր Աստված ամենակարող Աստվածն է։ Նա դժվար պահին միշտ հայտնվում է քո կողքին։ Միայն պետք է որ բռնես իրան։ Հալելույա։ Ասա հալելույա։ Ուրախ ես դու։ Ես ասում եմ այնքան հրաշալի ներկայություն այս վայրում։ Կարաս ձերքը բռնես կողքինիդ։ Գիտես, ես զգում եմ, որ դու հիմա պետք է աղոթք անես։ Գիտես, խոսքն ասում է, եթե երկրի վրա, իսկ մենք երկրի վրա ենք հիմա, միաբանվեն, ինչ էլ որ խնդրեն, կտամ նրանց, որպեսզի մյուս կիրակի գան ուրախ, թրվռալով, հալելույա, Տեր, ես ստացամ իմ պատասխանը։ Ով ուզում իր պատասխանը ստանա։ Այսօր օրն է, մենք անում ենք Աստծո խոսքը, իսկ Աստված նայում է, որպեսզի կատարի իր խոսքի մեջ գրված ամեն բան։ Եվ այսօր այդ օրն է, ու դու հիմա ինչ կա, բարձր մի աղոթի, ու երկար չենք աղոթելու, որսը գոհացիր։ Հիշում եք Հիսուսը երկար չաղոթեց, երբ որ 5000 հոգու կերակրում էր։ Նա ասեց, հայր, այս փոքր բանի համար գոհանում եմ։ Այս 3 հացի համար, այս 2 ձկան համար գոհանում եմ, Տեր։ Փառավորվի քո սուրբ անունը, գոհություն պատիվ քեզ։ Ու ինչ արեց, տվեց աշակերտներին, ու բաժանում էին, այդ չեր վերջանում։ Այսօր օրն է։ Գոհացի Տիրոջից։ Ասա գոհանում եմ այն ամենի համար, ինչ տվել ես ինձ։ Որտեղ են քիչի մեջ ես գոհանում եմ քեզ։ Հավատում եմ, որ դու շատը կտաս։ Հայր երկնային։ Մենք գալիս ենք քո առաջ։ Քո Սուրբ Որդի Հիսուսի անունով ու գոհանում ենք, Տեր, որ դու ես մեր Աստվածը։ Մենք մեր շնորհակալական խոսքն ենք ասում եւ ասում ենք, Տեր,
չկա բացի քեզանից ուրիշ մեկը մեզ համար։ Մենք ուրիշ աստվածներ չունենք, որտեղ գիտենք, որ դու նախանձոտ աստված ես։ Եվ դու հոգ ես տանում այստեղ ամեն մի քո զավակի, ամեն մի քո դուստրի համար։ Խնդրում եմ Հիսուս։ Դու ես լսում հիմա այստեղ ամեն մեկի աղոթքը։ Եվ դու ես պատասխանում, որտեղ միայն դու կարաս պատասխանես Տեր։ Հավատում եմ, որ շատ Տեր իմ Աստվածի վկայություններ կստանանք այս աղոթքից հետո։ Եվ գոհացան պատարակներ կմատուցեն քեզ Տեր ամեն ժամանակ, այն ամենի համար, ինչ որ հիմա դու անում ես քո ժողովրդի կյանքում։ Թող որ այստեղ ամեն մեկը շնորհակալ սրտով այսօր գնա Տեր եւ փառավորի քո սուրբ անունը, հալելույա։ Փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Այսօր մենք ճանապարհ ենք անցնելու իրար հետ։ Ունեշի որ մենակ ես, այլ դու էլ իմ հետ։ Մենք մտնելու ենք մի տեղ, որտեղ որ գործում է երկնային արքայության հետ կապված ամեն բան, իշխանություն, զորություն եւ կարողություն։ Եվ մենք մտնելու ենք այդտեղ եւ վերցնելու ենք այն, ինչ որ Աստված այսօր մեզ համար պատրաստել է։ Եվ նայելու ենք ընդհանրապես մեր կյանքերին։ Պետք չի որ դու այսօր նայես ինչ-որ մեկի կյանքին, քո կողքի նստածի կյանքին, թե ոնց է ինքը վարվում, ոնց է ծառայում, կամ չի ծառայում, ոնց է հավատում կամ չի հավատում, կամ երկմտում է, այլ դու նայելու ես անձամբ քեզ, որտեղ Աստված այսօր եկել է անձամբ հենց քո համար։ Ամեն։ Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ Աստված եկել է աստված ընդհանուր, ոչ։ Ժամանակ կա, որ Աստված գալիս է անձամբ հենց քո համար։ Որտեղ հիմա ոչ թե ինքը միայն կանգնած է քո կողքինի սրտի դռան առաջ, այլ նա կանգնած է հենց քո սրտի դռան առաջ։ Ու թակում է։ Ու եթե այսօր դու բացես քո սիրտը, հավատում ես Աստծո խոսքին։ Ես ամեն օր այդ տեղը վերցրել եմ ու կարդում եմ։ Տեր դու կանգնած ես ու թակում ես։ Բայց արդյոք ես պատրաստ եմ բացելու իմ սիրտը քո համար։ Արդյոք ես փափագում եմ դրան։ Արդյոք ես առավոտ երբ որ արթնանում եմ, դա է իմ փափագը։ Ոչ թե աշխարհի մեջ ինչ-որ բաներ ձեռք բերելը, այլ քո հետ հանդիպելը, քո հետ սեղան նստելը։ Դա է իմ փափագը։ Ես ուզում եմ քեզանից խոսք ստանամ։ Ու Աստված միշտ քո կողքին է։ Տերը միշտ պատրաստ է օգնելու քեզ։ Հալելույա։ Ուզում եմ բացեք ով գիրք ունի։ Ունեք գիրք։ Այսօր շատերը հեռախոս են։ Ես էլ այս iPad-ով, բայց որոշել եմ, որ արդեն գրքով սրանց հետո։ Սաղմոս 100։ Աղակեցեք դեպի Տերը ով ամեն երկիր։ Ծառայեցեք Տիրոջ ուրախությունով։ Հալելույա։ Ով է ծառայում ասում։ Ծառայեցեք Տիրոջը ինչով։ Պատտվի կողքին տասա ուրախությամբ։ Հալելույա։ Ուրախությամբ։ Եվ որ դու ինչ-որ բան անում ես, կամ քո դուրը չի գալի։ Բայց դու Տիրոջ համար ես անում։ Այս դուրս չի գալի, բայց ես ուրախությամբ անում եմ։ Որովհետև ես իմ հասկացողությանը չեմ վստահում։ Ես վստահում եմ քեզ Տեր։ Դու ասել ես ծառայ ինձ ուրախությամբ, ես էլ ուրախանում եմ։ Ինչ չարախոսում է, ես ուրախանում եմ։ Ինձ անիծում է, ես ուրախանում եմ։ Հալելույա։ Ինչ որ մեկը խոսում է ինձ մասին, ես ուրախանում եմ։ Գիտես ինչի, որտեվ ծառայում եմ Տիրոջը։ Որտեվ ես հավատում եմ, որ նա է իմ պաշտպանը։ Կարաս բարձրացնես, ասես, Տեր, դու ես իմ պաշտպանը։
Ես չեմ կարա պաշտպանեմ քեզ։ Լուրջ եմ ասում։ Ոչ է ձեր հովիվը կարա պաշտպանի քեզ։ Կամ մի հատ պաշտպան։ Կամ մի դատավոր։ Ոչ կարամ դատեմ, ոչ կարամ պաշտպանեմ։ Ոչ կարամ էլ արդարացնեմ։ Ոչ էլ կարամ ինչ-որ բան անեմ, նա է անողը։ Եվ նա կանգնած ամեն ժամանակ։ Որ տեսնում է, երբ որ դու ծառայում ես ուրախությամբ, հալելույա, ցնծում ես ու ասում ես Տեր, գոհանում եմ քեզանից։ Ամեն բան բազմապատկվում է։ Ամեն բան հնարավոր է դառնում։ Եվ որ դու տեսնում ես Աստծո սերը, նրա նվիրվածությունը քեզ, ամեն ինչ քո աչքերին այլևս այս աշխարհը չի գալիս։ Ու գիտես խոսքը ինչ ասում, եւ այն ինչ որ ինձ շահ էր, ես աղբ համարեցի, որ Քրիստոսին շահեմ։ Չգնաս քո շահի հետևից։ Դու այստեղ ես։ Չգնաս քո շահի հետևից։ Այն ինչ որ քեզ շահը այսօր աղբ համարի, որովհետև եթե դու քո հպարտությունը, գոռոզությունը, մեծամտությունը, անշնորհակալ լինելը չթողես, դու չես կարա Տիրոջը շահես։ Ո՞վ է Տիրոջը շահում։ Ով որ գողանում է նրանից, ով որ ուրախ է, որ նա ընտրվել է։ Որտեղ ոչ թե դու ընտրեցիր, այլ նա ընտրեց քեզ։ Եվ բերեց այսօր այստեղ։ Հալելույա։ Դու ականջներդ բացեցիր ու լսեցիր, հալելույա։ Եկեք նրա երեսի առաջը ցնծությունով։ Տեսել եք մարդիկ գալիս են եկեղեցի ու դեմքները ասես նայում ես դեմքին, ասում ես քարոզում ես դեմքը ստենց հա։ Ասում ես Հիսուսը սիրում է քեզ չի փոխվում։ Գիտես Հիսուսը պատրաստ է օգնելու քեզ, ուրախացնելու նույնն է։ Մի ասա, ես իմ հետ ավիճ է։ Ու չի ներում։ Ու չներման հետևում Աստված չկա։ Նրա ներկայությունը չկա։ Ինչքան էլ ուզում ես գաս եկեղեցում կանգնես, փառաբանես, երկրպագես, եթե չներում ունես քո սրտիդ մեջ, Աստված չի գործելու։ Դու այդ ներկայությունն էլ չես զգալու։ Դու պետք է ապաշխարած գաս։ Դու պետք է ներած գաս, դու պետք է սիրով գաս, դու պետք է ցնծությամբ գաս, Տիրոջ առաջ ցնծությամբ եւ ուրախությամբ։ Ու ասես Տեր, շնորհակալ եմ։ Եվ որ գալիս ես քրոջը տեսնում ես աշկերը կարմրած, լացած, ասես օ Հիսուս ջան, խնդրում եմ, օգնիր իմ քրոջս։ Գիտես նա եկել է որ սփոփանք ստանա։ Ինչ որ մեկ այսօր եկել է, որպեսզի խոսք ստանա, որ այդ, գիտես, Տիրոջ մխիթարությունը ստացած գնա այստեղից, ես զգում եմ, ես քեզ ասում եմ, դու այսօր մխիթարված գնալու ես այստեղից։ Որովհետև Աստված Հիսուսը մի խոսք ասեց, ուղարկելու եմ, մենակ չեմ թողնելու, ուղարկելու եմ, դու մենակ չես լինելու, նա գալու է մխիթարի քեզ։ Նա գալու է սովորեցնի քեզ, դու մենակ չես, նա քո կողքին է, նա քո հետ է և քո վրա։ Դու պետք է ճանաչես նրան, դու պետք է գոհանաս նրանից։ Հալելույա։ Ուրախությունով եկեք նրա երեսի առաջը ցնծությունով, մի եկիր տենց նեղված, ցնծա նրա առաջը։ Բարձրացա քո ձայնը ուրախությամբ։ Քո գոհության ձայնը ասա, օ Հիսուս, բարձյալ ասովորթի, ողորմիր ինձ, որտև քո ողորմությունը և քո բարությունը հավիտյան է։ Հալելույա։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա արավ մեզ և ոչ թե մենք։ Պտվի կողքին տասա նայա քեզ կանչել, նայա քեզ արարել, ինչ կանաս դու ինքդ անես քո համար։ Մարդիկ մտածում են, որ իրանք են որ կան, իրանք են հարց լուծողը, չկա երկրի վրան մի մարդ, որ կարանա հարց լուծի։
Այսօր շատ հարց լուծողներ, մարդիկ ուզում են իրանք հարց լուծող լինեն, չեն կարա։ Ամեն հարց լուծվում Աստծով, ասա Աստծով։ Իմ հարցը, քո հարցը, Աստծով լուծվում է։ Գիտես, ես իմ օգու մեջ մի հետաքրքիր բան ա Տերը ցույց տալիս, հալելույա։ Գիտեք, Հովհաննես Ավետարանը որ գրած ա 10-րդ գլխում գողը չի գալի, որ մենակ գողանա։ Համաձայն ես իմ հետ։ Չի գալի, որ միայն գողանա, նա գողանում, կորցնում, սպանում է, բայց շարունակություն ասում է, ես եկել եմ։ Ասա այսօր Հիսուսն է եկել։ Ես եկել եմ։ Այսօր ինքը եկել է։ Ինքը եկել է քո կյանք, որպեսզի կյանք տա, որ գողը այլևս չկարողանա գողանա ոչ քո ժամանակը, ոչ քո ծառայությունը, ոչ քո խաղաղությունը, ոչ այն ամեն չար բաները, որոնք այսօր աշխարհը պատել է, այլ եկել է, որ դու կյանք ունենաս, որ դու հանգստություն ունենաս, որ դու ցնծաս, ուրախանաս ու փառաբանես Աստծուն, որ ամեն ժամանակ գողանաս Աստծուց եւ քո գոհության պատարակները մատուցես նրան։ Հալելույա։ Հիմա նայեք։ Նա արավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը եւ նրա արոտի ոչխարներն ենք։ Գառնուկներն ենք։ Ասա ես Տիրոջ գառնուկն եմ։ Հիմա պատտվի կողքին ասա դու Տիրոջ գառնուկն ես։ Կաստ է մարդը որ տեսլա նորածին այդ գառնուկներին, ինչ սիրուն են, հալելույա, ինչ թրվռան, մանավանդ որ կերած են։ Հետո մի պահ որ մայրերին առանձնացնում են, տանում են արոտի, գառնուկներին թողում են, բայց այդ ժամանակ նրանց հանդիպումը, գիտես ինչ ուրախություն, ցնծություն է, թռնում են, գնում են իրանց ամեն մեկը, գիտես, սենց բոլորով գնում են, բայց ամեն մեկը իրան մորը նա գտնում։ Ասա այսօր ես գտնելու եմ իմ հորը երկնային Աստծուն։ Ամեն։ Դու պետք է ճանաչես նրան։ Նրանք ճանաչում են իրանց կերակրողին։ Նրանք երբեք ուրիշ մոր տակ չեն մտնի։ Նրանք ճանաչում են։ Եվ այսօր Աստված ուզում է որ դու ճանաչես ու գոհանաս։ Քո գոհության խոսքը եւ շնորհակալական խոսքը ասես։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մտեք նրա դռները գոհությունով։ Օ Տեր իմ Աստված դուր։ Այսօր դու ներսես մտե եկեղեցու դռնով, ճիշտ է։ Հողոթից չես իջես դե։ Կաստ է մարդ որ դռնով։ Ասում է դռնով մտնողը ով է, ոչխարների հովիվն է։ Մենք կողքից չենք եկել, չենք գալիս մեր շահը փնտրելու, չենք գալի մարդկանց հաճոյանալու, այլ մենք գալիս ենք ճշմարտությունը բերելու։ Ամեն։ Դուք եք ինչի է Աստված ընտրե եկեղեցու համար առաջնորդներ։ Գիտես։ Ինչի համար ընտրեց հովիվ, հետո փառաբանության խումբ, երեցներ, ինչի է կարգում, որ իրա կարգ ու կանոնը, ասա իրա կարգ ու կանոնը, պահի եկեղեցում։ Այո, շատ մարդկանց դուրը կարա չգա, ինչի ինքը, ոչ թե ես, մեկն էլ կար երկնքում, ամեն ինչ տրված էր իրան, ու որ ես մի օր ասես խի իրան, որ ոչ թե ինձ, հանգացնես բան չմտածես։ Լսում ես դու, ասա Աստված դու իմ համար ավելին ունես, բարձրացած ձեռքերը դու ասա Տեր, դու իմ համար ավելին ունես, ինձ պետք չի ուրիշինը, տուր ինձ իմը, ով է հավատում, որ Աստված հենց իր համար ունի, դու հավատում ես, որ քո համար ունի, գերես մի հատ անշնորհակալ լավ կյանքով չապրող մեկը եկավ, ասեց Հիսուս, խնդրում եմ ողորմի իմ աղջկան, ձեն չկա, երկրորդ անգամ աղաղակում, Հիսուս, խնդրում եմ օգնի, ասեց արժան չի,
որ երեխեքի հացը վերցնել ու շներին տալ։ Գիտես ինչ ասեց էտե։ Ասեց շներն էլ իրանց բաժինը ունեն։ Հիսուս ջան, ես զարմացել եմ, ասում եմ Տեր իմ Աստված, ոնց անեմ, որ զարմացնեմ քեզ։ Այս լավ չապրող, հա, լավ կյանքով չապրող, բարոյական, անբարոյականի մեկը ես ինչ ձևի հա կյանք ունեցողը եկավ իրա մոտ։ Իրա պատասխանը վերցրեց։ Այսօր շատ քրիստոնյաներ չեն կարող իրանց պատասխանը վերցնել։ Դու ուզում ես այսօր վերցնես։ Այսօր ասել ես տուր իմ բաժինը։ Ես իրանք ունեմ քո սեղանից օգտվելու։ Որտև դու իմ առջև սեղան ես պատրաստել։ Ու ես պարտավոր եմ նստեմ այդ սեղանին։ Ու գիտես այդ գալիս արդեն մի հատ ուրիշ թեմա, հալելույա։ Եթե ես այդ թեմաները անեմ, երբ այսօր ստե մնանք, բայց չենք մնալու։ Մենք գործ ունենք անելու։ Հավատում ես որ դու գործ ունես։ Հալելույա։ Մտեք նրա դռները գոհությունով։ Եղել է որ մտնես ասես հալելույա, всё равно։ Если проблемы на пути, Богу слави говори, հալելույա, всё равно։ Ես պետք է ինչ անեմ։ Ասա դռներով, երբ որ մտնում ես ընդեից, ստես մի մտի։ Ցնծությունով, ուրախությունով։ Երբ որ մտնում ես ինչ-որ մեկին գրքի, ասա Աստված սիրում է քեզ, ասա ես եմ սիրում քեզ, ինչով կարամ օգտակար լինեմ։ Մեկը նստած է, մոտեցի, հալելույա, քո կարիքն ունի։ Ամեն մեկս մեր համար կգանք կնստենք, կլսենք խոսքը, կարևորը լսելը չի, կարևորը կատարելն է, կարևորը Աստծո խոսքով ապրելն է, կարևորը նրա հետ հաղորդակցվելն է, կարևորը նրա Սուրբ Հոգով լեցունությունն է։ Փառք Հիսուսին, մենք երգում ենք Տեր նոր յուղով ուծիր եւ քո Սուրբ Հոգով լցրա։ Եվ խոսքը ասում է մի լցվեք այս աշխարհի բղծություններով, գինիով, աշխարհիկ ցանկություններով, այլ լցվեք իմ հոգով։ Լցվի։ Ո՞վ է բռնել քեզ։ Ո՞վ է խանգարում։ Եթե դու ցանկանում ես, եթե դու ուզում ես, ո՞վ կարող խանգարի։ Ոայ ես ինչ բան եղավ, ժամանակ չկա, հովիվ ջան, էսի անելու ժամանակ չկա, հոգնել եմ, հենց ասում ես ժամանակ չկա, գիտես ինչ ես դառնում անհավատ։ Անհավատի նման ես դառնում, որտև Հիսուսն ինչ ասում, օրերը չար են, ժամանակները չար են, բայց ժամանակը քո ձեռքում է, դու կարաս սախու առնես։ Կարաս թե չես կարա։ Մի ասա ժամանակ չունեմ։ Այնքան զբաղված եմ։ Գիտես մի օր մի հետաքրքիր բան էր։ Մեկ ասում ժամանակ չունեմ, ու Տերը, գիտես, բա որ ես չաշխատեմ։ Իմ երեխեքին ով պետք է պահի։ Ու գիտեք Սուրբ Հոգին, ով հավատում որ Սուրբ Հոգին խոսում է։ Նա ասեց. հələ իրան հարցրա, բա եթե մեռնես, ով է պահելու։ Մարդը չի մտածում, որ ինքը կարա մահանա։ Կաստ է մեկը, որ մտածում է, որ կարա մահանա։ Մենք ոչ մեկ էլ չենք ուզում մահանանք։ Ու չենք էլ մահանալու։ Ասա ես չեմ մահանալու։ Որտեղ մահը մենք երկում ենք, չէ՞, իրա խայթոզ, ասում է ուր է։ Մահը պարտված է։ Նա այն վրա իշխանություն չունի այլևս։ Ես չեմ մեռնի, կապրեմ։ Բացացած ձեռքդ ասա ես չեմ մեռնելու։ Ինչ որ մեկը մտածում է, որ դու պետք է մեռնես։ Ասա չեմ մեռնելու։ Հենց այդ մեկի ինադու չեմ մեռնելու։ Ապրելու եմ։ Բայց իմ ապրելը պետք է նպատակ ունենա։ Ես Տիրոջ գործերը, ոչ թե իմ գործերը։ Պետք է կողքն ասա ոչ թե քո գործերի համար։ Այդ Տիրոջ գործերի համար պետք է ապրեմ։ Չեմ մեռնելու։ Հալելույա։ Ուզում եմ մի քանի վկայություններ ասեմ, շատ տեղեր եմ գրել, բայց ես հավատում եմ, որ ես գրելով չի, ամեն բան Սուրբ Հոգուց է։ Հալելույա, գոհություն։ Ասա գոհանալ։
ճանապարհին գալիս ենք ասում եմ ռուզ էս իջտեղը գրի, էս իջտեղը գրի, էս իջտեղը գրի, որովհետև ես շաբաթ ընդհանրապես ժամանակ չունեմ, հավատացեք։ Այնքան ծանրաբեռնված ա եղել, եւ ծառայություն, եւ աշխատանք, ասես ճանապարհին գալուց ասում եմ գրի էս իջտեղը, էս մի տեղ գրի, մի 15 տեղ գրել ենք։ Ու հիմա նայում եմ, ասում եմ, Տեր իմ Աստված, էս մի տեղը բավական էր։ Մտեք նրա դռները գոհությունով, ասա գոհությունով։ Տեր գոհանում եմ ես եկեղեցու համար։ Իմ քնոջ համար գոհանում եմ, որ սիրուն նվագում եմ։ Գոհանում եմ իմ հովի համար, որ ինքը հովում է հոտը։ Գոհանում եմ ամեն ծառայողի համար։ Բտտվի ասա, գոհանում եմ Աստծուց, որ դու կաս։ Հալելույա։ Մտնում եմ գոհությունով։ Գոհանում եմ իմ եղբայրների եւ քույրերի համար։ Ուրախանում եմ ձեր հաջողությունների համար։ Հալելույա, ամեն։ Նաեւ ուրախանում եմ անհաջողությունների համար էլ, որովհետեւ հավատում եմ, որ Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Ասա ամեն բան Աստված պատտելու է դեպի բարին։ Հալելույա։ Նա տարեք լավելի ծափարենք Տիրոջը։ Այզենի։ Հալելույա։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Հալելույա։ Մենք գոհանում ենք։ Երբ որ նայում եմ, ասում եմ, օ Տեր իմ Աստված, ամեն մի երկրպագություն։ Դու գիտեք, որ զոհաբերությունն էլ է երկրպագություն։ Երբ որ մտնում ես ուրախությամբ, հալելույա, ես նայում եմ աֆրիկական մի հատ եկեղեցի, որը իրանց տասանորդներն ու իրանց զոհերը պարելով բերում էին։ Ու չկար մեկը, որ ինչ-որ բան Աֆրիկայում, որ գիտեք ինչ իրավիճակ է, սաղ լավ հագնված, սիրուն հա, թանկարժեք շորերով ու պարելով էին բերում։ Ասում եմ, Տեր իմ Աստված, առաջ մի քիչ մտածում եմ, ասում եմ, երևի ճիշտ չէ, պարելով ինչ են ան, բայց որ կամած Տերը ցույց տվեց ու հիմա էլ ցույց է տալի, ասում եմ, գոհությունով մտեք, ուրախությունով, ցնծությունով Տիրոջ առաջ, երկրպագեք նրանց, հալելույա։ Ես էլ երկրպագում եմ։ Ով ասում այսօր լինի 100% օրհնված։ Այսօր օրհնա։ Բաշտով ես։ Հալելույա։ Բայց ամեն բան օրինավորապես։ Ամեն, որտեվ Աստված սիրում է օրինավոր, օրինական, հալելույա, ամեն արդար սուրբ ձևը։ Որ դու արդար վարվես, որ ճիշտ վարվես, քայլես Տիրոջ հետ, ուրախությունով, ցնծությունով, հալելույա։ Բայց ամենակարևորը օրհնեցեք նրա անունը։ Մի հատ հետաքրքիր պատմություն եմ հիշում։ Այն որ ժամանակ հիշում եք, չէ՞, գազելները, մարշրուտկեքը։ Ես նստած գալիս եմ Երևանից տուն։ Շատ տեղ եմ վկայել սրա մասին։ Գալիս եմ տուն ու ընկամ մտքերի մեջ ստենց ու Սուրբ Հոգին սկսեց խոսալ։ Երբ որ ինքը խոսած, գիտես, երբ որ ինքը խոսում է, աշխարհը խաչված է քո համար։ Քո աչքին ոչ մեկ չի երևում։ Դու կարող մի տեղ նստած ես ու ոչ մի բան չտեսնես, որովհետև դու հոգու մեջ ես։ Ու խոսած մի բան, որը որ հարցի լուծում էր տալիս, ու ես բարձր գոռացի հալելույա։ Այդ մարշրուտներ գիտես չէ՞ ոնց են։ Դե հիմա մարդիկ մտածին է խելագարնով է։ Մենք ստե ճռմրտված գնում ենք հազիվ այս մարշրուտի մեջ, էսի գոռում հալելույա։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Որ քո միատ հալելույան, նայեք, քո միատ հալելույան կարա ինչ-որ մեկի փրկության ճանապարհ բացի։ Ու գիտեք, երբ որ արդեն մոտենում էինք քաղաքին, այդ մեկը ճեղքից մի հատ աղջիկ մոտեցավ, ասեց դու հավատացյալ ես, ասե հա, կարանք իջնենք բան ունեմ ասելու քեզ։
Ու երբ մենք իջանք, ինքը պատմեց իր կյանքը, որ ամուսինը թողել է, Ռուսաստանում ինքը երեխայի հետ մենակ է, ու ինքը որոշել էր հենց այդ օրը ինքը իրան վնասել։ Տարել էր այդ երեխային Երևան իր մոր մոտ, հետ էր գալի, որ իր հարցերը լուծել, ու մենք խոսում էինք իրար հետ։ Ու ես ասում եի, թե ինքը ինչքան կարևոր է Աստծո համար, որ Աստված ինչքան է իրան սիրում, որ մենք բոլոր հարցերում կարանք իր կողքը լինենք։ Հալելույա, Տիրոջ սերը։ Գիտես լցվեց այդ երիտասարդ աղջկա կյանքի մեջ։ Եկավ հավատքը, եկավ վստահությունը, եկավ ապագայի համար հույսը, որտեղ այդ ամենը գալիս է խոսքից։ Ասա խոսքից։ Ինքը որոշում կայացրեց, հալելույա, որ իրան չի վնասելու, որ ինքը պայքարելու է իր ընտանիքի համար, ինքը պայքարելու է իր երեխայի համար, ու Փառք Հիսուսին իրանք ապրեցին, միաբանվեցին, որտեղ որ ամուսիններ ընդ մեծ դժվարություններ եղավ, իրան դեպորտ արեցին, ինքը թողեց ամեն բան, հետ եկավ ու միաբանվեց խնդրելով, ծնկաչոք այդ աղջկանից ներողություն խնդրելով, որ ընտանիքը վերականգնվի։ Աստված հրաշքների Աստված է։ Քո մի ամենն ու հալելույան ինչ-որ մարդի փրկության պատճառ կարա դառնա։ Մի նայ թե մարդիկ ինչ են մտածում։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Որովհետև Տերը բարի է։ Ասա Տերը բարի է։ Պատտվի կողքին ասա Տերը բարի է։ Եվ նրա ողորմությունը հավիտյան եւ նրա ճշմարտությունը ազգից միջև ազգ։ Հալելույա։ Փառք Հիսուսին, ամեն։ Փառք Հիսուսին, Տերը բարի է։ Գիտեք, մի վկայություն էլ ասեմ, թող փառաբանությունը կամաց գա։ Տերը միշտ հավատարիմ կանգնած է քո կողքը։ Երեք առաջ մի անձնավորության հետ էի խոսում, մի գործարք կար, որ մենք պետք է անեինք ու իրանից պետք է մեղվա ընտանիք գնեին։ Ու ինքը ասեց, գիտես, այս գինն է։ Ու ես ասի դենա, որ այդ գինն է, որովհետև սկզբում անցյալ տարին ուրիշ գնով էր տվել, այս տարի ուրիշ գնով է, բարձրացած գնով է ուզում տա։ Ես ասի լավ, Աստված օրհնի, որ ուզում ես այդ գնով կվերցնենք։ Ու գիտեք, երեկոյան զանգել է ինձ։ Ասում սա գիշեր չեմ քնե։ Չեմ կարացե քնեմ, ասում հա։ Ես որոշել եմ իրա գնից ցածր քեզ տամ։ Որովհետև եթե ասում եմ տեղս չեմ գտնում, ասում եմ առավոտյան վերեմ կեցե, իմ տեղս չեմ գտնում։ Ես այս մարդուն խի ասեց ես գնով պետք է տամ։ Ասա Աստված ամեն բան փոխելու է։ Պատտվի կողքին տաս այսօր Աստված քո կյանքում ամեն բան փոխելու է։ Ինքը փոխելու է։ Հալելույա։ Գիտես, ինչ որ մեկի հետ եթե դու հարցերել ունես, Աստված փոխելու է։ Այդ մարդը անհանգստանալու է, իր տեղը չի գտնելու։ Ես խես ձև արեցի։ Ինչի սխալ խոսեցի։ Բայց գիտես, ես հավատում եմ Աստծո գերունական ներկայությանը։ Բայց նաև Աստված սպասում է մեր, հա, իր հետ հաղորդակցությանը։ Արդյոք ես շնորհակալ մարդ եմ։ Դու քեզ հարց տու, արդյոք Տեր ես շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ ընտանիքի համար։ Շնորհակալ եմ իմ ամուսնու համար։ Գիտեք շատերի ամուսինները ինչի չեն գալի։ Գիտեք, մի հատ գաղտնիք ասեմ։ Ով ավիկ, մի հատ գաղտնիք կա։ Եթե դու լավ սիրես քո ամուսնուն, ձև չի, որ ինքը չգա։ Ստես դու, ում ամուսինը չի գալի, գնանես սիրի, աստվածային սիրով, որ այդ սերը փոխի իրան։ Ու 100%-ով գալու է, մյուս կիրակի ձեռից բռնած գալու է։ Ասելու եմ, ես ինչ եղավ։ Դու չես անելու,
Դու մենակ թույլ տու, որ Աստված քո միջոցով այդ սերը տա, քո պարտականությունն է սիրել քո ամուսնուն։ Այդ սերը թույլ տու, որ գնաս այդպես։ Հենց կպավիրան Աստվածային սերը քեզանով, ինքը սաղ գիշեր չի քնելու, շաբաթ օրը, շաբաթ կիրակի։ Առօտ ասել հարի, պետք է իրար հետ գնանք, հալելույա։ Ես պետք է փոխվեմ։ Ինչ-որ բան եղավ, ես հավատում եմ ասում։ Ես հավատում եմ նրա ներգործությանը։ Ինչի է համար է ասում, այսօր երկնքի արքայությունը մոտեցել է։ Մենք իրա քաղաքացիներն ենք, մենք իրա պաշտպանության տակ ենք, մենք իրա ընթացքի մեջ ենք։ Ու եթե իրա ընթացքի մեջ ընդ հրեշտակներ կան, մի մոռացեք հրեշտակներին։ Չմոռանաս, որ կան հրեշտակներ, որոնք կանգնած են այսօր այստեղ, այս վայրում պաշտպանելու մեզ։ Եթե իրանք չնեին, մեզ գիտես ինչ կանեն, կուտեին։ Նրանք են փակում են, ասա Աստված ամեն չար լեզու պապանձեցնելու է։ Ամեն մեր վրա դուրս եկող թշնամական բոլոր ծրագրեր քանդելու է Հիսուսի անունով։ Որտեղ մենք իր սրահները մտնում ենք ինչով։ Ասա գոհությունով, ցնծությունով, ուրախությունով, որտեղ հավատում ենք, որտեղ գիտենք։ Մեզ պետք չի ինչ-որ մեկ ապացուցի, որ մեր Աստված ամենակարող Աստվածն է։ Եվ նա է երկիր ստեղծող արարիչ Աստված։ Ասա ամեն բան նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ, եւ ամեն բան իր մոտ է գնալու։ Հիմա եթե մեր Աստված երկիր ստեղծող արարիչ Աստված է, հիմա այս շարժվողներին նայենք թե անշարժին, որ Աստված խոստացել է մեր համար։ Ասա անշարժ թագավորություն է խոստացել։ Ըստ է, ոչ քո տունն ես վայելելու, ոչ քո մեքենան, ոչ քո փողերը, ոչ էլ քո ոսկին ու արծաթը։ Ընդ է, ասա ընդ է մի տեղ կա, որտեղ վայելելու եմ։ Ով ուզում է ինձ այսօրվանից սկսի վայելել։ Ասա այսօր եւ հավիտյան Տիրոջ մեջ, Փառք Հիսուսին։